Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն, իսկ մենք շարունակում ենք պատմել մշակութային իրադարձությունների մասին, որոնք սպասվում են մեզ մոտ Հայաստանում եւ բոլորին հոկտեմբերի 17-ին հրավիրում ենք կամերային երաժշտության ազգային կենտրոն, որտեղ կայանալու է Կանանտա խորագիրը կրող մենահամերգը, որի ընթացքում մենք ծանոթանալու ենք հայ եւ կանադացի կոմպոզիտորների ստեղծագործություններին, իսկ թե ինչ ծրագիր է լինելու, ավելի մանրամասն կպատմեն մեր հյուրերը։ Եվ այսպես մեր հյուրերն են Աննուն երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Լիլիթ Եդիգարյանը, բարի լույս, եւ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախմբի խմբավար Շահե Քեշիշյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Մի անգամից անցնենք, թե ինչպես ծնվեց Կանտատա մենահամերգի գաղափարը եւ այսօր այստեղ եք Հայաստանում։ Շատ լավ։ 2 տարի։ 2 տարի անց շատ ճիշտ նկատառում, շնորհակալություն նախրավերի համար։ Այսպես ուրեմն խորագիրը կրող Կանատա նախ համերգը, սա համերգաշար է, որի մեկնարկը իրականում տրվել է 2021 թվականին, սկսել ենք Կանադա երկրից, այնտեղ ուրեմն լինելով Կրեո երգչախմբի ղեկավարը նպատակ է իդրել տարածել հնարավորինս հայ երաժշտությունը կանադացի երգիչների միջոցով Կանադայում եւ բազմաթիվ համերգներ եւ տարբեր փառատոների մասնակցությունը մեզ տվեց այդ հնարավորությունը։ Հիմա վերադառնալով Հայաստան մտածեցի, որ հիմա ժամանակն է հակառակը անել, կանադական երաժշտությունը փոխանցել բերել Հայաստան եւ հայ հանդիսատեսին տալ հնարավորություն ծանոթանալու կանադական երաժշտությանը, կանադացի կոմպոզիտորների ստեղծագործություններին, այսպես ասեմ։ Սա մեկ բառով ասած, սա մշակութային կամուրջ է երկու երկրների միջև։ Այո, կան ստեղծագործություններ, որոնք Հայաստանում առաջին անգամ կկատարվեն, չէ՞։ Ասեմ ավելին, ամբողջ ծրագիրն է Հայաստանում առաջին անգամ կատարվելու, ամբողջ ծրագիրը եւ երկու ստեղծագործություն համաշխարհային պրեմիերաներ են լինելու։ Սա հիանալի հնարավորություն է հանդիսատեսին ծանոթանալու թե երգչախմբերին, թե խմբերքային արվեստի այս նոր նմուշները վայելելու, բայց նաեւ խոսենք թե ինչպես ձևավորվեց երգչախումբը արդեն։ Սա երգչախումբը շատ հետաքրքիր նախապատմություն ունի, ուրեմն իրականում երգչախմբի անդամների կորիզ է, այսպես ասեմ, իրենք 2007-ից 2019 ներեգություն թվականների Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի փոքրիկներն են, որոնց հետ այն ժամանակ ես աշխատում էի եւ մեծացան, ավարտեցին, գնացին, ստացան մասնագիտություններ, կանոնավորեցին իրենց կյանքը, ես էլ մեկնեցի Կանադա։ Հետ վերադարձա, հավաքվեցին եւ ես շատ լավ հիշում եմ այդ օրը սրճարանում մեկ գավաթ սուրճի շուրջ, ուրեմն բացվեց խոսակցությունը, իսկ ինչու չվերամիավորվել եւ արդեն նոր ֆորմատով, արդեն երիտասարդական ֆորմատով հանդես գալ արդեն որպես առանձին երգչախումբ։ Այդպես ստեղծեց գաղափարը, ես ճիշտն ասած մի քիչ սկեպտիկորեն վերաբերվեցի, մտածելով որ դժվար կլինի տեսեք մենք սիրողական ենք, այսինքն իրենք պետք է կարողանային իրենց անձնական ժամանակից կտրել, իսկ շատերը ընտանիք ունեն, աշխատանք ունեն, ինչպես են դա կարողանալու անել, բարձրվեց անհնար ոչինչ չկա։ Այսօր արդեն մենք խոսում ենք կայացած 1.5 տարեկան երգչախմբի մասին, որի առաջին մենահամերգն է, սա մեր դեբյուտն է լինելու Հայաստանում։ Այո։ Շահե, պատմեք, թե ձեր համագործակցությունը ինչպես եղավ։ Իհարկե նախ ասեմ, որ ես Լիլիթին շատ բարձր եմ գնահատում եւ որպես երաժիշտ եւ խմբավար եւ որպես մարդ անշուշտ, բայց հետաքրքիր էր, որ մի օր այս կոնկրետ կանադա ստեղծագործության համար պաստորեն իրեն պետք էր կազմը ընդլայնել եւ մի օր ինձ առաջարկեց, որ մեր տղաները միանան, ես երկար չմտածեցի, բացի մարդկային գործոնից եւ այլն, նաեւ ես մտածեցի, որ քանի որ մենք արական կազմ ենք եւ հիմնականում հոգեվոր մեր դիմագիծը հոգեվոր ծրագիր է, մեզ համար կլիներ հետաքրքիր փորձ նախ երկսեր կազմի մեջ ներգրավվելու։ Առաջին անգամ է նմանատիպ փորձը։ Այս իմ տղաների խմբով առաջին անգամ է, որ այսպիսի համագործակցություն ենք ունենում։ Բացի այդ ծրագիրը հետաքրքրեց մեզ եւ մեր ինչքան էլ որ մենք իրականում կոմիտասյան պատարակ ենք երկում եւ դա մի առանձին վայելք է եւ աշխարհ Այև աշխարհ 1000-րդ անգամ նույն բանը երկելուց նույն տեղը փշակավում ես դա աննորմալ է բացատրելու բան չի բայց ամեն դեպքում մեզ համար հետաքրքիր էր մի նոր ուրիշ տեսակի երաժշտության հետ շփվել
եւ դա մեզ որակական նոր փորձ կբերի, հետաքրքրություն կմտցնի եւ այլն եւ ես երկար չմտածեցի անմիջապես այո, դրական պատասխանով միացան մեզ եւ մենք սկսեցինք աշխատել հենց այդ ստեղծագործությունը, իդեպ այդ ստեղծագործությամբ անվանումով է կոչվում, ամբողջ համերգի խորագիրն է դա։ Իսկ ինչու ընտրվեց հենց այս ստեղծագործությունը, որովհետև բացառիկ է ամբողջ համերգային ծրագրի մեջ։ Տեսեք, 2024 թվականին, անցյալ տարի ճիշտ այս ժամանակահատվածում այս ստեղծագործությունը Կանադայում շահել է մրցանակ Ազրիելի հիմնադրամը, որը բավական հայտնի հիմնադրամ է Կանադայում, բավական ծրագրեր է իրականացնում մշակութային եւ բախտի բերմամբ ես անձամբ եմ ներկա եղել այս ստեղծագործության պրեմիերային, առաջի կատարումը եղել է 1 տարի առաջ, չեք պատկերացնում ինչ էմոցիաներ ինձ մեջ եղան եւ ես ուղղակի իմ ընկերներին ասեցի խնդրում եմ ապահովեք ինձ այս պարծիտուրով եւ կատարման իրավունք ես այս ստեղծագործությամբ ուզում եմ մտնեմ Հայաստան դեռ ոչինչ չգիտեի երբ կկատարեմ ինչպես կլինի ոնց ուղղակի ստեղծագործությունը ունենալ տեսեք ինքը ընդունված այսպես մեր պատկերացրած խմբերքային երաժշտությունը չի ինքը ավելի շատ ալտերնատիվ երաժշտություն եմ մի քիչ եթե սենց փակագծերը բացեմ սպոյլ չեմ անում զուտ ուղղակի ինֆորմացիա տամ որ ես որպես հանդիսատես ինչ եմ զգացել ոչ թե որպես երաժիշտ որպես հանդիսատես տեսեք հիմա մեկը կպատկերացնի լսելուց իրեն կզգա ասենք ծովի ափին մյուսը սարի գլխին մյուսը անտառում չորրորդը կարող է ոչինչ էլ չզգա համերգադահլիճում իրեն զգա ով ինչի պակաս ունի սա ընդունված մեր պատկերացրած երգը չի սա երգ չի սա համայնապատկեր է տարբեր տեսակ բնության պատկերների մի ամբողջ այսպես համայնապատկեր եւ բավական տպավորիչ է ստեղծագործությունը կոչվում է Կանադա Ջորդան Նոբելի ստեղծագործությունն է որը մենք կկատարենք աշխարհում երկրորդը եւ հեղինակը իհարկե տեղյակ է մենք ունենք կատարման եւ իրավունքները այո Որքան է կարևոր ձեզ համար Հայաստանում այս համերգը եւ ինչ ակնկալիքներ ունեք տեսեք կարևոր չեմ կարող ասել կարևոր, սա իմ մասնագիտությունն է, որը ես անչափ սիրում եմ եւ ես ցանկացած առիթ հնարավորություն կօգտագործեմ, որպեսզի ես կարողանամ իմ մասնագիտության մեջ մնալ։ Ես սիրում եմ ստեղծել երաժշտություն, սիրում եմ նորարարական մտածողություն, սիրում եմ փորձել ինչ-որ բաներ, հա։ Հնարավորություն, եթե ձեռքի տակ կա, դժվար ինչ-որ մեկ ուրիշին փոխարեն լինի եւ բաց թողնի, այն ինչ-որ դու շատ սիրում ես անել։ Ակնկալիքներ որպես այդպեսին չկա, մենք ուղղակի ուզում ենք հայ խմբերքային այն խմբերքային դաշտը, որ այստեղ Երևանում Հայաստանում գործում է, մենք էլ մեր ասելիքն ենք կողքից ուզում բերենք, որը կարող է մի քիչ տարբեր լինի, մի քիչ ուրիշ առումով, չգիտեմ, ստեղծագործությունների ընտրության, գուցե կատարման որակի կամ ուղղակի համադրել, եղածին համադրել, ոչ թե առանձնակի ինչ-որ կարևորություն ենք տալիս, այս պահի դրությամբ համերգին ուզում ենք լեցուն դահլիճ։ Իսկ նորարարական մոտեցումները ինչի մասին են նորարարական մոտեցումները։ Հենց նույն երբ որ Կանադայի մասին ենք խոսում, այս տեսակ ստեղծագործությունները Հայաստանում, ասեմ, Շահի ջան, օգներ ինձ, գրեթե չեն կատարվում, կամ շատ քիչ։ Յուրահատուկ, այսինքն մեր իմացած ստանդարտ սովորական ստեղծագործությունների նման չի։ Մենք առաջին անգամ որ ուզեցինք, այսինքն տղաներին համոզեցի, որ մասնակցենք եւ այլն, մի հատ փորձնական մեզ կատարեցին իրենց փոքր կազմով։ Դեմով է, հա, շատ հետաքրքիր է, այսինքն առաջինը, որ սենց ժպիտով լսում ես, ասում ես վայ, ու կարելի ասել նոր խոսք է, հիմա ինչ մակարդակի, ինչ պրոֆեսիոնալ գնահատականների մասին չէ խոսքը, բայց ինքը նոր խոսք է, այսինքն նոր տեսակի երաժշտություն է, շատ հետաքրքիր, տպավորություն ստեղծող եւ այլն։ Եվ ունկնդիրների համար ավելի բացատրեմ եւ նկարագրեմ, երևի թե ամենաճիշտը այդ կարելել եւ տեսնել ու լսել։ Մենք իհարկե կենտրոնացանք Կանադա ստեղծագործության վրա, որովհետև այն աշխարհում հնչելու է երկրորդ անգամ հենց մեզ մոտ, բայց խոսենք նաև ծրագրի մյուս ստեղծագործություններից, մասնավորապես նաև անդրադառնանք հայ կոմպոզիտորներին, որ հեղինակների ստեղծագործություններն են հնչելու այս համերգին հոկտեմբերի 17-ին։ Այո, սիրով, ուրեմն բնականաբար ասելով
կանադական երաժշտությունը փոխանցել Հայաստան, դա չի նշանակում, որ պիտի բաղկացած լիներ ծրագիրը ամբողջ, իհարկե պետք է համեմված լիներ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, որոնք դարձյալ պրեմիերաներ են լինելու, ուրեմն հեղինակներից մեկը իմ շատ սիրելի Արտուր Ահարոնյանն է, Ֆրանսիա բնակ կոմպոզիտորը, որը, տեսեք, մենք միշտ սովորենք, երբ որ ասում ենք կոմիտաս, առաջինը պատկերացնում ենք կոմիտասյան խմբերքային ստեղծագործություններ։ Սա երևի եզակի դեպք է, որ կոմիտաս երաժշտությունը չենք լսելու, կոմիտաս ծանոթանալու ենք որպես բանաստեղծի։ Ստեղծագործությունը մենավոր ցիկլը, 5 մասանի ցիկլ է, որի տեքստի հեղինակը կոմիտասն է, այսինքն կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա է սա գրվել, շատ հետաքրքիր ստեղծագործություններ, շատ տպավորիչ եւ ասեմ երգչախմբի բոլոր անդամները, ես էլ ներառյալ, մենք շատ սիրել ենք այս ստեղծագործությունը։ Երկրորդ հեղինակը շվեյցարաբնակ մեր հայրենակից Դավիթ Հալաջյանն է, որին դարձյալ ես անչափ սիրում եմ եւ դիմեցի իրեն խնդրանքով, որովհետեւ Դավիթ Հալաջյան բավական շատ է կատարվում, մի քիչ կասկած կար, արդյոք ունենա այնպիսի ստեղծագործություն, որ դեռևս Հայաստանում չի կատարվել, պատկերացրեք եւ ես չէ, ինքը գտավ եւ սիրով տրամադրեց, այնքան շնորհակալ եմ ես, որ կունենանք այդ հնարավորությունը, մի հրաշալի գթատեր, որ մենք կներկայացնենք ամսի 17-ին հայ հանդիսատեսին։ Երրորդ հեղինակը ես ասեմ, դուք ասեք, կանադահայ կոմպոզիտոր է, որը մասամբ կարող ենք ուղղել դեպի կանադական կոմպոզիտորների շարքին գումարել եւ Հայաստանի Վարամ Սարգսյան Նովում Գաուդիումը պետք է հնչի, որը դարձյալ համաշխարհային պրեմիերա է լինելու, որովհետեւ առաջինը կատարվել է դարձյալ 2024 թվականին, բայց այս դեպքում ես եմ կատարել առաջինը այնտեղ Կանադայում, երկրորդ անգամ դա կկատարվի Հայաստանում։ Շահե, որ ստեղծագործությունը ինքներդ ձեզ համար կառանձնացնեք Ամերիկից։ Իրականում հենց այս երեքն էլ շատ սիրեցի, դե կոմիտասի մասին մի քիչ երկար կարող եք խոսել, այո, գիտենք։ Իրականում մենք կոմիտաս, որ լսում ենք, այսինքն խելագարված, խեղճ, տխուր եւ այլն, ինքը վստահ, այսինքն ովքեր որ իր հատկապես նամակներն են կարդացել, շատ թեթև մարդ է եղել, հումորով, կատակասեր, մանկական նույնիսկ այդ կարգի, ասենք ինքն իրեն ասենց կարիկատուրի նման, էս էլ ես եմ նկարած եւ այլն, այսպեսի թլիկ բաներ խոսալով տենց էլ գրել է ու իր բանաստեղծությունները նույնպես շատ նուրբ, շատ լուսավոր, այդ կարգի մարդու այդքան տառապանք ոչ միայն ցեղասպանության մասին չէ խոսքը, ինքը ամբողջ մեր հազարամյա տառապանքը գրել է իր վրա, բայց այդքան լույս, որ իր մեջը կա, դա ֆենոմենալ մի աներևակայել մի բան է, ու դրա շուրջ այդ կարգի երաժիշտը, որ գրել է այդ ստեղծագործությունը, շատ հրաշք է, դե Վահրամի գործերը ես շատ եմ սիրում, մոտիկ ընկերներ ենք, Դավիթը նույնպես, դժվար է առանձնացնել, ուղղակի այս բոլորը կարելի է դասել սովորական մեր իմացած երկարվեստի խմբերքային ոճի մեջ, բայց կանադան մի քիչ այլ է, դրա համար է ինքը։ Հա, առանձնացնում ենք եւ խոսում ենք այդ ստեղծագործության մասին։ Դա մի քիչ ստանդարտների նման չի։ Նման չէ։ Սրանք շատ բարձր որակի, ժամանակակից, բայց ստանդարտ խմբերքեր են։ Եվ կլսենք դասականը, ստանդարտը եւ կլսենք այլընտրանքային ստեղծագործություններ, որոնք բոլորը նորություններ են, բոլորը լինելու է պրեմիերա հայ հանդիսատեսի համար, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ համերգը լինելու է հոկտեմբերի 17-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։ Եվ եթե թույլ կտակ, ես երկու շատ կարևոր մարդկանց անուններ եմ ուզում հնչեցնել, որոնք աջակից են ամբողջ ծրագրին, ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Կատրին Ղազարյանին եւ AGB Մոնրեալ գրասենյակի անդամ Հակոբ Արսլանյանին, որը որ սա արդեն առաջինը չի, երկրորդը չի, երրորդը չի, բոլոր մեր նախագծերի մեր հավատարիմ ընկերն է, մեզ վստահողը, հավատացողը եւ ամեն կերպ աջակցողը, այնտեղից այստեղ այս մշակութային կամուրջի մեջ նաեւ, այո, ամեն տեսակ աջակցություն ենք մենք ստանում, անչափ շնորհակալ ենք։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ այս համերգի իրականություն դարձնելու համար եւ բոլորին հիշեցնում, որ ամրագրեն օրը հոկտեմբերի 17։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։